Գագիկ Ծառուկյանի բնակարանում խոզարկության իրականացնելու ընթացքում մենք որևէ խոչընդոտի չենք հանդիպել։ Մենք խոզարկության ընթացքում չենք բախվել այնպիսի իրավիճակի, որ դա անհրաժեշտություն տար, մեզ հիմք տար ուժ գործադրելու։ Արդյոք տվյալներ են ունեցել, որ անձը կարող է փախուստի դիմել, արդյոք տվյալներ են ունեցել, որ անձը կարող է դիմադրել կամ դիմադրել է։ Անկեղծ ես չեմ էլ պատկերացնում, թե այդ խրտվիլակները նպատակը որն է դրա արգելման։ Չկա այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը փախնելու ներ կփախներ այս օրերին։ Ում դիմադրել, ինչի դեմ դիմադրել, ոնց դիմադրել։ Այսինքն ալֆայի ստորաբաժանման աշխատակիցներին դիմադրել մենակ, սա պատվեր է իրականացվել։ Պատվեր վարչապետի կողմից իջեցված ուժայիններին։ Չկա իշխանություն բառացի, որի համար արժի այնպիսի խախտումներ անել, այնպիսի խախտումների գնալ, որի համար հետագայում պատասխան եք տալու։ Մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հետ։ Պարոն Համբարձումյան, 2020 թվականին հենց դուք եք ղեկավարում Գագիկ Ծառուկյանի տանը իրականացված խոզարկությունը։ Այդ ժամանակ հատուկ ջոկատայինները զինված էին, սակայն նրանցից շատերը դեպքերը բաց էին։ Այս անգամ դիմակավորված ուժերի ագրեսիվ ներգրավումը ինչով է պայմանավորված, ինչ է փոխվել իրավական պրակտիկայում։ Ինչ է փոխվել իրավական պրակտիկայում, պարոն Համբարձումյան։ Քնար, նախ շնորհակալություն հարցազրույցի համար։ Ես սխալ եմ համարում զուգահեռ անցկացնելը, այսինքն համեմատելը այն ժամանակվա գործողությունը հիմիկվա գործողության հետ, որովհետև ամեն մի գործողություն, այդպիսի գործողություն կապված է տվյալ քրեական վարույթի հանգամանքների հետ։ Բայց այնուամենայնիվ փորձեմ որոշակի իմաստով մեկնաբանություններ տալ։ Նախ որպեսզի պատասխանս հնչի հիմնովին եւ այսպես ասած խորքային, կուզենայի ասել, որ խոզարկությունը դա այն բացառիկ քննչական գործողություններից մեկն է, որը իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։ Այսինքն մարդու բնակարանը կամ բնակարանի հետ նույնականացվող հավասարացվող տարածքները, օրինակ ավտոմեքենան չի կարող խոզարկության ենթարկվել առանց դատարանի թույլտվության։ Նախաքննական մարմինը, երբ որ վարույթ է նախաձեռնում, վարույթի շրջանակներում, երբ որ ինչ-որ որոնողական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է լինում, պետք է լինում քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերել ինչ-որ փաստաթղթեր, ապացույցներ, տվյալներ, իրեր, առարկաներ, նույնիսկ հայտնաբերել մեղադրյալին, որ թաքնվել է, որ հնարավոր է տանն է գտնվում, նույնիսկ դիակ, եթե կա այդպիսի անհրաժեշտություն, որ պետք է հայտնաբերվի դիակը, նախաքննական մարմինը իրավասություն ունի դիմել դատարան, դատարանի ստանալ խոզարկության թույլտվություն, այնուհետև այդ խոզարկության թույլտվության հիման վրա խոզարկությունը իրականացնել։ Խոզարկությունը իրականացվում է համատեղ քննիչի եւ օպերատիվ աշխատակիցների մասնակցությամբ։ Խոզարկության ամբողջ աշխատանքը ղեկավարվում է տվյալ քննիչի կողմից, ով որ գտնվում է դեպքի վայրում, այսինքն խոզարկվող տարածքում։ Խոզարկության ընթացքը ամբողջությամբ ղեկավարվում է նրա կողմից։ Խոզարկության պատասխանատուն նա է։ Ինչի եմ ես ասում, որ խոզարկությունը ամենակարևոր, ամենապատասխանատու քննչական գործողություններից մեկն է, որովհետև իսկապես շատ կարևոր է, որ խոզարկությունը ճիշտ իրականացվի։ Ճիշտ իրականացվի, որպեսզի դու չկորցնես որոնվող քեզ ինչ որ հետարքիր է այդ ապացույցները, որպեսզի դու կարողանաս խոզարկվող տարածքում ապահովես կարգ ու կանոն, չվնասես խոզարկվող տարածքը, բնակարանը եւ ապահովես այն ռեժիմը, որը գործում է խոզարկության ընթացքում։ Իսկ ինչ ռեժիմի մասին է խոսքը գնում, որպեսզի ներսի մարդիկ չկարողանան քո համար կարևորություն ներկայացնող, այսպես ասած, առարկաները դուրս անեն եւ դրսից էլ մարդիկ ներթափանցեն ներս։ Այսինքն այսպես դա պետք է դու կարողանաս շատ ճիշտ կազմակերպել ու պատասխանատու ձևով մոտենաս դրան։ Վերադառնանք արդեն կոնկրետ ձեր հարցադրմանը։ Երկու դեպքում էլ իրականացվել է խոզարկություն։ Ես որքանով հասկանում եմ, երկու դեպքում էլ իրականացվել է դատարանի թույլտվությամբ խոզարկություն։ Մենք խոզարկության ընթացքում, այսպես ձեզ ասեմ, չենք բախվել այնպիսի իրավիճակի, որ դա անհրաժեշտություն տար, մեզ հիմք տար ուժ գործադրելու։ Սա ուզում եմ փաստել, որովհետև ես գիտեմ ձեր հարցերը ինչին են վերաբերվում։ Մենք խոզարկություն իրականացրել ենք մեր գործառույթների շրջանակներում, մենք որևէ ազդեցության, դիմադրության չենք հանդիպել խոզարկության ընթացքում, կատարել ենք մեր աշխատանքը, արձանագրել ենք ինչ որ հայտնաբերել ենք, բնականաբար խոզարկությանը մասնակցում էր նաև քննիչը, ինչ որ հետաքրքրություն է ներկայացրել մեր համար, նախաքննական մարմնի համար, բոլորը արձանագրվել են, համապատասխան կարգով փաթեթավորվել են, վերցվել են ու դրանք հետագայում դարձել են քննության առարկա։ Այնպես որ ես հիմա չեմ կարող, այսպես ասած, մեկնաբանություն տալ եւ ասել ինչով է պայմանավորված հիմիկվա այսպիսի գործողությունները։ Դե գիտեք, տեսեք, նախ
Ես որքանով հասկանում եմ, նախ եկեք չմոռանանք, որ նախկին գործողությունները, այսինքն մեր ժամանակ կատարված գործողությունները իրականացվել են նախկինում գործած քրեական դատավարության օրենսգրքի, այսպես ասած, սահմանված նորմատիվային ակտերի հիման վրա, այսինքն մենք այն ժամանակ մեր գործողությունները իրականացրել ենք քրեական դատավարության նախկին քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա։ Գործող քրեական դատավարության օրենսգիրքը այլ պայմաններ են նախատեսում խուզարկության համար, ներողություն, ոչ թե խուզարկության համար, անձին բերման ենթարկելու համար, այսպես ես ասեմ։ Ենթադրում եմ, սա ուզում եմ ասեմ, որ ենթադրությունն է, որովհետև ես քրեական գործի այդ կոնկրետ այդ գործողությունների ծանոթ չեմ։ Ենթադրում եմ, որ նախաքննական մարմինը եւ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին, այսպես ասած, բերման ենթարկելու գործողությունը իրականացրել են քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի կարգավորումների շրջանակներում։ Իսկ ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ քննիչը որոշում է կայացրել, այսինքն որոշում է կայացրել դատախազը կամ քննիչը որոշում են կայացրել, համատեղ որոշում են կայացրել անձին մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, դրանից հետո որոշում են կայացրել, որ պետք է միջնորդություն ներկայացվի դատարան, որպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանմիջոց, որպեսզի կալանք կիրառվի, եւ այդ պայմաններում անհրաժեշտություն է առաջացել մեղադրյալին նախաքննական մարմին ներկայացնելու հետ կապված։ Այսինքն այդ որոշումը քննիչը ուղարկել է ԱԱԾ կատարման եւ ԱԱԾ աշխատակիցները գնացել են անձին բերման ենթարկելու այն իմաստով, որ ներկայացնեն քննիչին, քննիչը այնուհետև միջնորդություն ներկայացնի դատարան եւ դատարանում 6 ժամվա ընթացքում արդեն այդ ամբողջը կատարվում է օրենքով նախատեսված այդ ժամային սահմանափակումների ընթացքում եւ դատարանը այնուհետև քննարկի միջնորդությունը եւ որոշի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանմիջոց կալանք կիրառվելու է թե կիրառվելու է մեկ այլ խափանմիջոց, ինչին մենք ականատեսը եղանք։ Իրականացվել է համատեղ երկու գործողություններ, իրականացվել է խուզարկություն եւ դրանից հետո 111-րդ հոդվածի կարգավորումներով անձին ներկայացրել են նախաքննական մարմնին։ Պարզապես ակնհայտ է տեսանյութում երևում է, որ դիմադրություն որպես այդպեսին չկար։ Մոտենում էր մուտքին եւ միանգամից ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների այդ կոպետ վերաբերմունքը շատերի մոտ հարց էր առաջացնում։ Ինչու էր պայմանավորված այս ագրեսիան։ Լավ, քրեական դատավարության օրենսգիրքի փոփոխությունը իսկապես այսքան խստացում որ պետք է պարկացնեին եւ առհասարակ այդ տեսարանները ամբողջությամբ ցուցադրվեին պանամբարձման։ Տեսեք, իմ կողմից նշված փոփոխությունը դա չի վերաբերվում ուժի գործադրմանը, ձեռնաշղթաների կիրառման ու ուժի գործադրմանը մենք դա դրան չի վերաբերվում։ Ես ձեզ ներկայացրեցի այն գործողությունները անձին բերման ենթարկելու գործընթացի հետ կապված, ոչ թե ուժի գործադրմանը։ Թե ԱԱԾ աշխատողները, թե ոստիկանության աշխատակիցները իհարկե իրավունք ունեն ուժ գործադրելու բերման ենթարկվող անձի նկատմամբ, բայց դա հստակ կարգավորված է, թե որ դեպքում նրանք իրավունք ունեն ուժ գործադրել, որ դեպքում նրանք իրավունք ունեն, այսպես ասած, ձեռնաշղթաներ կամ զսպաշապիկ գործադրելու, կիրառելու։ Տվյալ իրավիճակում ես չեմ կարող ասել այդ հանգամանքները, այդ հիմքերը նրանք ունեցել են, թե ոչ, դուք հետաքննող լրագրող եք եւ կարող եք այդ հարցը ուղղել իրենց, թե ինչ իրավական հիմքով ուժ գործադրվեց, ինչի հիմք տվեց իրենց այդ գործողություններին գնալու։ Պարզապես ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե որ դեպքերում ուժային մարմինը կարող է այդ ուժը գործադրել։ Դրանք բացառիկ մի քանի դեպքեր են ընդհանրապես, երբ դու տվյալներ ես ունենում կամ հենց այդ գործողության ընթացքում դու տեսնում ես, որ անձը կարող է փախուստի դիմել, երբ անձը կարող է քեզ դիմադրել, քո օրինական պահանջները չկատարել եւ կարող է ինքնավնասում անել կամ վնաս պատճառել շրջապատում, այսինքն այդ նույն տարածքում գտնվող այլ անձանց։ Այդ իրավիճակում միայն նոր ուժային մարմինը, այսինքն այդ ով որ բերման ենթարկելու այդ գործընթացը իրականացնում է, նոր իրավունք է ունենում անձի նկատմամբ ուժ գործադրելու։ Նույն այդ հանգամանքներով էլ պայմանավորված իրավունք է ունենում ձեռնաշղթա կիրառել։ Հակառակ պարագայում, երբ որ չկան այդ իմ ասած հիմքերը, չկան այդ իմ ասած իրավիճակը չկա, ուժի գործադրումը դա լինում է անհամաչափ եւ անօրինական։ 2020 թվականի գործողությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը բերման չէր ենթարկվել, ուժի կիրառմամբ չէր պարկեցվել գետին եւ չէր ցուցադրվել ցուցադրական կադրերով, այսօր կիրառված մեթոդները 70-ամյա մարդու նկատմամբ դուք իրավական անհրաժեշտություն եք գնահատում, թե դրանք ավելի շատ ցուցադրական բնույթ էին կրում։ Ես չգիտեմ, թե կիրառողների մոտ ինչ տվյալներ են եղել այդ իմ ասած հիմքերի իմաստով, այսինքն արդյոք տվյալներ են ունեցել, որ անձը կարող է փախուստի դիմել, արդյոք տվյալներ են ունեցել, որ անձը կարող է դիմադրել կամ դիմադրել է միջև այդ կադրերի հրապարակումը։ Եթե այդ իմ ասած կրիտերիաները չկան, ուրեմն իրենց գործողությունները ապօրինի են եղել։ Եթե կան այդ տվյալները եւ կարող են հանրայնացնել կամ ամեն դեպքում անաչառ դիտորդի մոտ այդ համոզմունքը ձևավորել, ուրեմն օրինական են գործել։ Ես չեմ կարող ասել։
Ձեր ժամանակ ամեն դեպքում նման դիմադրություն, նման գործընթաց չի եղել։ Ես Գագիկ Ծառուկյանի բնակարանում խոզարկության իրականացնելու ընթացքում մենք որևէ խոչընդոտի չենք հանդիպել։ Մենք մեր աշխատանքը կատարել ենք անարգել։ Ձեզ որպես օրինակ ասեմ, եթե փակ դռներ են եղել, անմիջապես մեր առաջին իսկ պահանջով այդ դռները բացվել են, ներկայացվել են, պարզաբանումներ են տրամադրվել։ Մենք վերցրել ենք այն ամենը, ինչ որ մեր համար հետաքրքրություն է ներկայացրել տվյալ գործի վարույթի շրջանակներում։ Այսինքն պարոն Ծառուկյանը պատրաստական էր նախաքննական մարմնի ցանկացած պահանջ այդ պահին առանց որևէ դիմադրության իրականացնել։ Եթե հակառակը լիներ եւ ուժ գործադրվեր, մենք այդ մասին անմիջապես արձանագրության մեջ նշում կանեինք, որովհետեւ օրենքի պահանջն է դա։ Ու դա կարտացոլվեր համապատասխան դատավարական քննչական փաստաթղթերում, ինչը չի եղել։ Ձեր ղեկավարած վարույթի ընթացքում իրականացվել էին խուզարկություններ, արգրավել էին փաստաթղթեր, այդ ժամանակ արդյոք հայտնաբերվել էին այնպիսի նյութեր, որոնք կհաստատեին այն քաղաքական գնահատականները, որոնք հնչում էին իշխանության կողմից Գագիկ Ծառուկյանի հասցեին, թե 6 տարի անց, ինչպես նկատեցինք, նա հակակոռուպցիոն դատարանի կողմից արդարացվեց։ Գիտեք, ես չեմ ղեկավարել նախաքննական մարմինը, ես չեմ ղեկավարել քննչականը եւ չեմ կարող քննչականի հետ կապված, այսպես քննչականի կողմից գնահատված այդ ապացույցների մասին խոսել, բայց ես կարող եմ ասել, որ մենք գտել էինք փաստաթղթեր, գտել էինք առարկաներ, գտել էինք տվյալներ, որոնք կարևորվել էին քննիչի կողմից, վարույթն իրականացնող քննիչի կողմից, դրանք փաթեթավորվել էին, արգրավել էին եւ դարձել էին քննության առարկա։ Հետագայում թե որպես ապացույց որքան էին դրանք կարևորվել եւ որքան, այսպես ասած, էֆեկտիվություն ունեցան, ես չեմ կարող գնահատել, փաստը այն է, որ դատարանը իրեն արդարացրեց։ 2020 թվականին լայնորեն քննարկում էր այն հանգամանքը, որ այն ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի նամակը գտակ տանից, որը գրել էր Ծառուկյանին, անբարոյականի զավակ լինեմ, եթե դավաճանեմ, սակայն հետագայում, ինչպես նկատեցինք, հեռացավ կուսակցությունից, անցավ իշխանության կողմը։ Քննության ընթացքում երբևէ հետաքրքրվել եք, արդյոք քաղաքական գործընթացներն ազդեցություն ունեցել են քրեական վարույթի վրա, թե ոչ։ Ես պարզապես համոզված եմ, որ ձեր կողմից նշված փաստաթուղթը եւս քննության առարկա է դարձել։ Այո։ Չեմ կարծում, որ քննիչները վարույթով այնտեղ քննչական խումբ կար ձևավորված, ովքեր աշխատում էին, որ բաց թողած լինի կոնկրետ այս փաստաթուղթը, վստահ եմ, որ քննության առարկա են դարձրել, գնահատել են, ինչպես գնահատում են ցանկացած ապացույց բազմակողմանիությամբ, այլ ապացույցների համադրությամբ, եւ դրա հետ կապված հետևություն են արել։ Վստահ եմ, որ ձեր կողմից նշված պարոնն էլ հարցակվել եւ իր մեկնաբանություններն է տվել։ Մնացածը չեմ կարող ավելի բան ասել։ Պարոն Համբարձումյան, հանրության հիշողության մեջ մնացել է նաեւ Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքում գտնվող կենդանիների եւ արուստների վերաբերյալ տվյալները, ըստ էության, բայց այդ ժամանակ որևէ իրավական գնահատական տրվել էր այդ սահման, այդ ժամանակ այդ պահման վայրերի օրինականության մասով, ինչու չարգրավեցիք դուք կենդանիներին, եթե ամեն ինչ այսքան վատ էր։ Նախ ձեզ ասեմ, մենք խոզարկության երբ գնում ես, դու գիտես այդտեղ խոզարկության միջնորդության մեջ եւ դատարանի որոշման մեջ հստակ նշվում է, թե քեզ դու ինչ ես փնտրում եւ ինչը քեզ հետաքրքրում կոնկրետ քո վարույթի շրջանակներում։ Եթե իհարկե դու այնտեղ խոզարկության ընթացքում բացի քո նշածից հայտնաբերես նաեւ շրջանառությունից դուրս, այսինքն ապօրինի շրջանառության մեջ գտնվող իրեր, առարկաներ, օրինակ թմրամիջոց, զենք, բայց դու չես նախատեսել դա էլ պարտավոր ես արգրավել, դու պարտավոր ես դա դարձնել, այսպես ասած, քննության առարկա։ Կոնկրետ կենդանիների մասով մենք նման տվյալ չենք ունեցել, կենդանիների մասով մեր համար ընդհանրապես հետաքրքրություն մեզ չի ներկայացրել, որպես խոզարկվող տարածքի, իհարկե տարածքը նույնպես դիտարկվել է, որովհետև չի բացառում, որ այնտեղ կարող գաղտնարան լինի կամ չգիտեմ, հարակից ինչ-որ տարածքում ինչ-որ բան, շինություն լինի, որ խոզարկության շրջանակներում մենք պարտավոր ենք խոզարկություն այդտեղ իրականացնել, այդ իմաստով դիտարկվել է, բայց կենդանիները ապօրինի որսի այդ խրտվիլակները, չգիտեմ, ես նույնիսկ չեմ անկեղծ, ես չեմ պատկերացնում, թե այդ խրտվիլակները, եթե ընդունենք 10-15 տարի կամ ավելի, այսօր ավելի մոտ ժամանակներում են այդ խրտվիլակները պատրաստվել կամ ձեռ բերվել, գնվել, նպատակը որն է դրա արգրաման։ Ուղղակի բոլորին հարց է առաջանում 6 տարի առաջ նույն իրավապահ մարմինները մտել են, ինչու չտարան խրտվիլակներին։ Դե ես ձեր հարցին արդեն պատասխանեցի, որովհետև դա մեր համար կոնկրետ քննիչի համար ու նաև անձամբ իմ համար հետաքրքրություն չի ներկայացրել, չենք կարևորել, որովհետև մենք ունեինք քրեական կոնկրետ գործի շրջանակներում մեզ հետաքրքրող առարկաներ, փաստաթղթեր, նյութեր եւ դա էինք փնտրում, որոնում։ Այսօր կալանավորման ընթացքում հանրությունը տեսնում է ձեռնաշղթաների կիրառումը։ 2020 թվականին նման անհրաժեշտություն չէիք տեսել, ինչ իրավական կամ փաստական տարբերություն կար այդ երկու իրավիճակների միջև։
Քնար տեսեք, երկու հիմնական, այսպես ասած, իմ պաշտոնավորման ժամանակ հիմնականում երկու խուզարկություններ ու այդպես ասած բերման ենթարկելու process-ներ շատ հանրայնացվեցին, հայտնվեց մամուլի հասարակության ուշադրության կենտրոնում։ Առաջինը կուզենայի շեշտել գեներալ Մանվել Գրիգորյանի հետ կապված գործը, երկրորդը Գագիկ Ծառուկյանի հետ կապված դեպքը։ Երկուսի, այսպես ասած, ամբողջ գործողություններն ղեկավարվել է անմիջականորեն իմ կողմից։ Մի դեպքում ես այն ժամանակ հանդիսանում էի քննչական դեպարտամենտի պետի պաշտոնն էի զբաղեցնում, երկրորդի դեպքում արդեն զբաղեցնում եմ 5-րդ դեպարտամենտի պետի պաշտոնը, որը տնտեսական անվտանգության կոռուպցիայի հակազդման դեպարտամենտն է։ Տեսեք, երկու դեպքում էլ մենք ձեռնպահ ենք մնացել ուժային գործողություններից, որովհետև դրա անհրաժեշտությունը չենք տեսել։ Բացի այդ, խնդիրը դրված էր այնպես տվյալ օրվա ԱԱԾ ղեկավարների կողմից, որ ոչ թե ինչ-որ ակցիա կազմակերպվի, որ տպավորություն ստեղծենք, ձևավորենք, որ գիտեք, ինչ-որ գործողություններ է կատարվում, ուժային գործողություններ իրականացնում, այլ խնդիր էր դրվեց, որ խուզարկություն պետք է իրականացնենք, մեզ հետաքրքրող իրեր, առարկաներ, չգիտեմ, շրջանառությունից դուրս տարբեր առարկաներ հայտնաբերենք, եւ մեր նպատակը դա էր, ոչ թե այդ process-ների շոու սարքելը։ Այդ տրամաբանությամբ, այդ հոգեբանությամբ էլ մենք գնացել ենք այդ միջոցառումներին։ Իհարկե, բարձր մակարդակով ապահովել ենք անվտանգությունը միջոցառման։ Մենք այդ ամբողջ պերիմետրը այդ տրամագծորեն ամբողջ շրջապատված են եղել այդ տարածքները, մենք ապահովել ենք անվտանգության, մենք շարժվել ենք անվտանգության, այսպես ասած, բոլոր կանոններով, բայց դրա հետ միասին զերծ ենք մնացել այդ ուժային, այսպես ասած, տեսանելի այդ ակցիաներից։ Ինչի համար կրկնում եմ, որովհետև համարել ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Միգուցե հիմա կան այդ տվյալները, միգուցե կա պատճառ իմ կողմից թվարկված, որ մարդ կարող է դիմադրել, կամ մարդը կարող է փախուստի դիմել, մարդը կարող է ինքնավնասում անել կամ շրջապատին վնասել։ Միգուցե իրապահ մարմինները այսօր այդ տվյալներ ունեն, մենք չենք ունեցել, եւ մենք գործել ենք այնպես, ինչպես տեսանելի է եղել բոլորին։ Ձեր կարծիքով վերջին տարիներին բարձրաձայն քրեական վարույթներում իրավապահ համակարգն ավելի շատ առաջնորդվում է իրավական անհրաժեշտությամբ, թե կառավարության ղեկավարի քաղաքական սպասումների ազդեցությունը նույնպես մեծացել է։ Բարդ հարց եք տալիս, ամեն դեպքում ես փորձեմ պատասխանել նաև որպես այսպես մարդ, որ արդեն այս հարաբերությունները ճպվում են նաև փաստաբանի դիրքերից։ Գիտեք, ես մի անգամ ձեր գործընկերոջ մոտ հարցազրույց տալիս, այսպեսի միտք եմ ասել, ուզում եմ նաև կրկնել ձեզ, որ իմ համար զարմանալի է, որ իրավապահ մարմինները, հակակոռուպցիոն կոմիտեն, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը ունենալով նման պրոֆեսիոնալ ղեկավարներ, իսկ իմ գնահատմամբ իրենք պրոֆեսիոնալ մարդիկ են, գիտակ են իրենց գործի, մասնագետներ են, չեն կարողանում համակարգը այնպես աշխատացնել, որ մարդկանց մոտ, գիտեք, այն արդարության զգացումը ամրապնդվի, որ մարդ հասկանա, որ չէ, վերջի վերջո ճիշտը հաղթահարելու է, ճիշտը հաղթանակելու է։ Եվ մարդիկ հիմնականում ինչպես են մտածում, ասում են, այ գիտես ինչ կա, ուրեմն քանի որ ես քաղաքական, այսպես ասած, գտնում եմ ընդդիմադիր դաշտում, հետեւաբար այս ինչ իմ մոտ կատարվում է, իմ նկատմամբ կատարվում է, դա ապօրինի է եւ դա պայմանավորված է զուտ իմ քաղաքական դիրքորոշմամբ։ Խառնվել այդ ամեն ինչը պատկերացնում եք, հասկանում եք, արդեն չկա այն զգացումը, որ դու կարող ես բողոքես դատախազին եւ դատախազի մոտ կհասնես արդարությանը։ Որոշակի իմաստով դեռ կա դատական համակարգի անկախության այդ գրավականը, բայց դա էլ միանգամից դառնում է խնդրեմ, երբ գործը սկսում է պարունակել քաղաքական ինչ-որ ենթատեքստ, քաղաքական ինչ-որ կոնտեքստի մեջ է գործը լինում։ Դուք հարցազրույցի ընթացքում իրավիճակներին անդրադարձաք, բայց ես անպայման ուզում եմ այս հարցը հնչեցնեմ, եթե այսօր դուք լինեիք քննչական մամլի ղեկավարի պաշտոնի նույն գործող նույն մարտավարությամբ կգործեիք, թե որոշ գործողություններ այլ կերպ կազմակերպեիք։ Գագիկ Ծառուկյանին ճանաչելով արդեն, իմանալով իր մոտեցումները, եկեք կոնկրետ դեպքով ասենք, որովհետև ես արդեն գիտեմ իրեն, այնպես չի որ ես մասնակցել եմ իր հետ կապված աշխատանքին, ես իր հետ շփվել եմ։ Եթե չունենայի, եթե ինձ զեկուցված չլիներ, որ կոնկրետ այս տվյալներ կան, որ դիմադրելու է, փախնելու է կամ փորձելու է վնասել իրեն կամ շրջապատին, իհարկե չէի գնա։ Իհարկե այս տարբերակը չէի կիրառի։ Դուք կարծում եք եղել է այդ 3 ձեր թվարկած գործոններից որևէ մեկը, ճանաչելով Գագիկ Ծառուկյանին, առնչվելով եւ գնալով հասնելով։ Գիտեք, ես սովորեմ կարծիք ասել, այսպես ասած, կատեգորիկ կարծիք ասել, ընդհանրապես հետևություն անել փաստերի հիմա վրա։ Դրա համար հիմա ենթադրությունով ձեր հարցին ստիպված կլինեմ պատասխանել։ Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի անձը, հաշվի առնելով այսօր ստեղծված Հայաստանում ստեղծված իրավիճակը, չեմ կարծում, որ նա այդ նման քայլի կգնար, չեմ կարծում, որովհետև նախ առաջին հիմքից սկսենք խոսել։ Նախ փախնելու մտադրություն, որ ունենար,
այդ հնարավորությունները ուներ։ Ինչքան ժամանակ Գագիկ Ծառուկյանը օթանավակայանից ինչքան ժամանակ առաջ հետ վերադարձվեց։ Քանի օր առաջ։ Մոտ կարելի ասել 2 շաբաթ առաջ։ Այսինքն առաջին մեսեջը Այդ գործը կարճվել է, գիտեք։ Այսինքն առաջին մեսեջը, որ իր նկատմամբ process-ներ են սկսված, ինքը ուներ, ճիշտ է։ Բաց այդ չհաշված այն, որ վարչապետը ուղիղ հայտարարություն արեց, որ իր նկատմամբ ռեպրեսիաներ են սկսվել։ Այսինքն ինքը գիտեր, որ վաղ թե ուշ իր դուռը թակելու են։ Հետևաբար այսքան օր շարունակ, եթե նա չի գնում փախուստի, իսկ գիտեք չպատկերացնենք, որ Հայաստանի սահմանները այսպես անառիկ մի հատ ամրոց է, ու մարդը չի կարող փախնել։ Տասնյակ դեպքեր են լինում, որ մարդիկ շրջանցիկ ճանապարհներով Հայաստանից դուրս են գալի, հատկապես ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ։ Ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ Հայաստանի սահմանը չես կարող դու հատել։ Անօրինականի մասին եմ ես ասում։ Իհարկե կարող ես հատել։ Դա եղել է, կա ու դեռ լինելու է։ Ցանկացած երկրի սահմաններ մարդիկ կարողանում են անօրինական հատել։ Այսինքն չկա այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանը փախնելու ներ կփախներ այս օրերի ընթացքում կարճ ասած։ Այդ առաջին, այսինքն որ խուզարկության ընթացքում պիտի փախնի, էլի։ Եթե տվյալը ունեն, ուրեմն ունեն։ Երկրորդը այն տվյալը օթանավականի փոստներ ներողություն եմ խնդրում, որ ընդհատեցին, փաստացի հետ բերեցին եւ ուշադրության կենտրոնում դիտարկեցին, որ իբր հետ բերեցին, բայց չկալանավորեցին։ Այո։ Չկալանավորեցին բացակայելու արգելք հետ բերեցին, բայց չկալանավորեցին, այդ իմաստով եմ ասում։ Երկրորդը փախնելու մասին խոսեցինք արդեն։ Երկրորդը դիմադրելու իմաստով եմ ասում։ Ես չեմ կարծում, որ ում դիմադրել, ինչի դեմ դիմադրել, ոնց դիմադրել։ Այսինքն ալֆայի ստորաբաժանման աշխատակիցներին դիմադրել, մենակ ոնց պետքա դիմադրել։ Դիմադրությունը նախ չեմ հավատում, որ կդիմադրեր, կփորձեր դիմադրել։ Դիմադրությունն էլ չէ, պետքա դու հասկանաս, դիմադրությունը ռեալ է թե ռեալ չի։ Այսինքն մարդը կգնա դրան, թե չի գնա, չեմ կարծում, որ կդիմադրեր։ Դա էլ պետք է լուրջ փաստարկ ունենաս, տվյալ ունենաս նման համոզմունք ունենալու համար, որպեսզի համեղ կադրերից էլ մենք չենք տեսնում, որ շուտ փորձ ա եղել, բախում ա եղել կամ շուտ դիմադրություն ա եղել։ Ես չեմ տեսել ամենայն դեպս։ Միգուցե կա այդ տվյալները։ Վնասումը իրեն վնասելը կամ շրջապատին վնասելը եւս ողջամիտ չի։ Հետևաբար ես ամեն դեպքում չեմ հավատում, որ Ծառուկյանը այդպիսի քայլի կգնար։ Եթե կան տվյալներ, տիրապետում է իրավակիրառող մարմինը նման տվյալների, ուրեմն ունի։ Եթե չի տիրապետում, բայց նման քայլի են գնացել, ուրեմն դա անօրինական է։ Քանի որ մենք քաղաքական հայտարարությունների մասին խոսեցինք, օրինակ Նիկոլ Փաշինյանը դեռ 2026 թվականի մայիս-հունիսին հրապարակայնորեն հայտարարել էր, որ Գագիկ Ծառուկյանը պետք է կրի քրեական պատասխանատվություն, քննիչի տեսանկյունից նման հայտարարությունները կարող էին ազդեցություն ունենալ նախաքննության անկախության ընկալման վրա։ Ես շատ կուզենայի, որ մեր երկրի ղեկավարը իսկապես ձեռնպահ մնար նման հայտարարություններ անելու։ Ժամանակն է արդեն էլի պիտի դե սկզբից հասկանալ է հեղափոխություն կամ հեղաշրջում, ավելի շատ հեղափոխությունը տեղի ունեցել եւ այսպես ասած խոսույթներ պետքա սուր լիներ, հանրային կարծիք ձևավորելու հետ կապված պահանջարկը կար դրա, բայց հիմա այդ պահանջարկն էլ չկա։ Հասկանում եք, մարդիկ չեն ուզում այդպիսի խոսույթ լսեն, որովհետեւ հասկանում են, որ այդտեղ նույնիսկ եթե հիմա մեր իրապահ մարմինները գործեն օրենքի շրջանակներով, ամեն ինչ անեն ճիշտ, օրինական, արդեն իսկ այդ խոսքերը ստվերում է, հասկանում եք իրենց գործողությունները։ Դու արդեն որպես սովորական քաղաքացի ամեն ինչ սկսում ես կասկածով վերաբերվել։ Դու արդեն հասկանում ես, ենթագիտակցաբար սկսում ես զգալ, որ սա պատվեր է իրականացվում։ Պատվեր վարչապետի կողմից իջեցված ուժայիններին։ Այնպես որ խոսույթը պետքա փոխվի։ Չպիտի այդպես լինի, չպիտի երկրի ղեկավարը հանրային տիրույթում նման հայտարարություններ անի, դրանից հետո հետևեն այսպիսի գործողություններ։ Սա խոսում է մեր երկրի իմիջի մասին, խոսում է մեր զարգացման դինամիկայի մասին։ Եթե մենք ուզում ենք նորմալ երկիր ունենանք, իսկապես ուզում ենք փոփոխություններ լինի, պետք է այս խոսույթը վերանա։ Եվ ի վերջո, մի այսպիսի բան էլ կա, էլի, ցանկացած երկրում երբ որ ընտրություններ են լինում, հաղթող ուժը առաջին հերթին ինչ է հայտարարում։ Նորմալ երկրում ասում է, ամեն ինչ դնում ենք մի կողմ, ես ոչ թե ինձ ընտրողների ղեկավարն եմ, այլ ես ամբողջ երկրի ղեկավարն եմ, ամբողջ երկրի քաղաքացիներն են, իմ քաղաքացիներն են։ Ու մենք նորմալ երկրի տանում ենք առաջ միասին։ Իմ կարծիքով այդպես պետք է լինի, ոչ թե անջրպետը պատերը շարունակաբար ավելացնեն թշնամություն, բռնել, չգիտեմ, վիրավորանք ամենափողոցային խոսույթով։ Դրա պատճառով էլ իրավական գործընթացները խառնում են քաղաքական գործընթացների հետ ու այսպիսի կալանբուր է դառնում։ Քննիչի ընկալման վրա կազդի հետագա գործողությունների։ Դե գիտեք, նույն քննիչը, նույն դատավորը, նույն դատախազը իրենք մարդիկ են, չէ՞, իրենք տեսնում են, չէ՞, իրենք զգում են, չէ՞, երկրի ղեկավարի, այսպես ասած, տրամադրությունը։
Իսկ ինչ երաշխիքներ կա, որ չի ազդի, ավելի շատ տոկոսային հարաբերությամբ համոզմունքի ձևավորում, որ այո, պետք է ազդի ու կազդի։ Պարոն Համբարձումյան, նախաքննական մարմնի մեղադրանքի մասով կուզենայի հարցը ուղղել, մեղադրանքը ըստ էության առաջադրվել է փողերի լրացման եւ խարդախության մասով, ինչ կասեք կոնկրետ մեղադրանքների մասին։ Ես գիտեք նախ մեղադրանքներին չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ նախաքննություն է ընթանում եւ այդ մեղադրանքների հետ կապված ասել հիմնավոր է թե անհիմն է, դա անշնորհակալ գործ է։ Այդ առաջինը, երկրորդը նաեւ իրավունք չունեմ մեկնաբանություն տալու, որովհետեւ Միքայել Համբարձումյան եւ գործընկերներ փաստաբանական ընկերությունը պայմանագրային հարաբերությամբ մասնակցություն ունի սույն քրեական վարույթի շրջանակներում ներկայացնելով իր վստահորդի շահերը, ով հանդիսանում է Իրանի Հանրապետության քաղաքացի եւ դեպքի արդյունքում տուժել է մոտավորապես շուրջ $1 միլիոն։ Ասեմ, որ անձը բավականին բիզնես միջավայրում բարի համբավ ունեցող, ազնիվ մարդու համբավ ունեցող անձնավորություն է, իմ կողմից նշված Իրանի քաղաքացին, չմանրամասնելով գործի հանգամանքները, ընդհանրապես կարող եմ ասել, որ իր հաղորդման թիրախը այնուամենայնիվ չի հանդիսացել Գագիկ Ծառուկյանը։ Եվ հիմա եթե նախաքննական մարմին հաջողվել է այդպիսի ուղիղ տվյալներ ստանալ ու մեղադրանք առաջադրել Գագիկ Ծառուկյանին, ուրեմն քննությունը առաջ է գնացել եւ ինչ որ տվյալներ է ձեռք բերել, որի մասին մենք դեռ չգիտենք։ Իր գնահատմամբ ինքը դարձել է խարդախության զոհ երրորդ անձի գործողությունների հետևանքով, մնացած արդեն քննության ընթացքը ցույց կտա։ Եթե Գագիկ Ծառուկյանը կապ ունի դեպքի հետ եւ մեղք ունի կատարվածում, ուրեմն քրեական պատասխանատվության կենթարկվի եւ մեր, այսպես ասած, վստահորդի շահերն էլ պաշտպանված կլինեն։ Հետադարձ հայացքով գնահատելով 2020 թվականի վարույթը համարում եք, որ այն ամբողջությամբ իրականացվել է բացառապես իրավական չափանիշներով, թե այսօր կան որոշումներ կամ գործողություններ, որոնք այլ կերպ կկատարեիք։ Առաջին հերթին ես պարզապես համոզված եմ, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր եղել են 2020 թվականի մասին եմ ասում, հիմքեր եղել են։ Քրեական վարույթը նախաձեռնվել է օրինական, նախաքննությունը իրականացվել է օրինական, քննչական գործողությունները իրականացվել են օրինական։ Գագիկ Ծառուկյանը, եթե չեմ սխալվում, կալանքի տակ է գտնվել ընդամենը 1 ամիս կամ մի փոքր ավել ժամկետով եւ դրանից հետո իր նկատմամբ այլ խափամիջոց կիրառվեց։ Գիտեք, նախաքննության հենց իմաստը դրանում է կայանում, որ նախաքննություն իրականացվի։ Նախաքննական մարմինը հոչի մարդու մեղավորությունը որոշում։ Վերջ-վերջո մարդու մեղավորությունը կամ անմեղությունը որոշում է դատարանի կողմից։ Հիմա այդ ժամանակահատվածում իմ կարծիքով եղել են բավարար տվյալներ, թե մեղադրանք առաջադրելու համար, թե վարույթը նախաձեռնելու համար, ինչպես ասացի, եւ գործը հետագայում դատարան ուղարկելու համար։ Միգուցե դատարանը դիտարկել է այդ ամեն ինչը ոչ բավարար մեղադրական վերդիկտ կայացնելու համար։ Դա էլ է բնական, դա բնական գործընթաց է։ Բնական գործընթաց է։ Պարզապես նորից էլի վարչապետի խոսույթին եթե անդրադառնանք, շատ ցավով եմ ասում սա, որովհետև նման մեղադրանքներ հնչեցնելը, որ դա կաշառքի հետևանքով որ անձը արդարացվել է, դա իմ կարծիքով անթույլատրելի է։ Եթե դու հատկապես առաջի դեպքի մակարդ, ես չեմ ուզում հիմա բաներ ասեմ, որ դա վարչապետին ինչ որ ուղղություն եմ ուզում տամ կամ ինչ որ բան, ամեն դեպքում ես իմ տեսլականն եմ ասում, հատկապես երբ դու նման պաշտոն ես զբաղեցնում, քո խոսքի մեջ շատ պետք է զգուշ լինես, որովհետև քո խոսքը ամեն մի խոսքը հետևանք է ունենում։ Եթե դու ասում ես, որ դատավորը կաշառք է վերցրել, լավ, եթե դու այդպիսի տվյալներ ունես, դու երկրի ղեկավար ես, քեզ քո օպերատիվ ստորաբաժանումները նման տվյալ են զեկուցել, դու այդ դեպքում էլ պետք է լռես։ Դու պետք է լռես, թույլ տաս, որպեսզի զարգանա այդ գործողությունները, այսինքն այդ միջոցառումները պետք է ընթանան, զարգանան, եւ եթե իսկապես դատավորը կաշառք է վերցրել ու արդարացման վճիռ է կայացրել, ուրեմն պետք է նա դրա համար պատասխանատվության ենթարկվի, բացահայտվի այդ դեպքը եւ պատասխանատվության ենթարկվի։ Մերկապարանոց նման հայտարարություններ անելը շատ վտանգավոր է թե իրավական տեսանկյունից, թե նաեւ բարոյ հոգեբանական տեսանկյունից։ Վերջը դու գործ ունես դատավորի հետ, որ առ այսօր շարունակում է աշխատել, շարունակում է վերդիկներ կայացնել եւ դու հետո այդ մարդու նկատմամբ մարդու վերաբերյալ հայտարարում ես, ասում ես, գիտես ինչ կա, այս մարդը կաշառքով արդարացրել է Գագիկ Ծառուկյանին, բայց նա շարունակում է պաշտոնավորել, դա աննորմալ իրավիճակ է։
Հետո մի այսպիսի բան էլ դες ասեմ, այդ խոսույթի պահով, տեսեք անընդհատ մեղադրում են, այ դու լրտես ես, այ դու լրտես ես, դու պետական դավաճան ես, մեկ տարբեր մարդկանց հասցեին այսպիսի հայտարարություններ են անում։ Սա էլ պետք է վերացնել։ Այնքան են այդ շեմը իջեցրել, արժե զրկել։ Ես միշտ ասում եմ, ես հիշում եմ ԱԱԾ-ում, երբ որ նման տվյալներ էին ստացվում ինչ-որ անձի հետ կապված, ով էր այդ մասին խոսում կամ ով էր այդ մասին իմանում, կողքիդ կաբինետում կարող է դրա շուրջ ամիսներ շարունակ օպերատիվ միջոցառումներ իրականացվեին այդ անձի ուղղությամբ կամ հենց այդ տվյալի ուղղությամբ, ոչ մեկ այդ մասին չէր իմանում։ Բացարձակ միջև չէր լինում դրական կամ բացական արդյունք։ Իսկ հիմա մարդուն ասում են դու պետական դավաճան ես, հետո դրանից հետո այդ մարդը մի 3 օր 4 օր շրջում է քաղաքում, նույն Անդրանիկ Տևանյանի դեպքով, հետո տանում են դատարան կալանավորում են, չի լինում այդպես։ Դա չի լինում, հենց այդտեղից է գալի այդ անվստահությունը դատական համակարգի, իրավապահ համակարգի նկատմամբ։ Որտեղ արդեն մարդիկ սկսում են մտածել, որ ոչ թե սա համակարգն է գործում, այլ համակարգ ուղղորդվում է։ Այո։ Սա է խնդիրը։ Հայտարարությունն արվում է, որից հետո արդեն գործողությունն են։ Բնական չի, էլի ճիշտ չի։ Պարոն Համբարձման, որպես նախկին քննչական մամլի ղեկավար, ինչպես է գնահատում այն իրավիճակը, երբ նույն անձի նկատմամբ տարբեր ժամանակահատվածներում իրավապահների վարքագիծն ու կիրառվող միջոցները կտրուկ տարբերվում են։ Արդյոք դա չի ստեղծում ընտրովի արդարադատության տպավորություն։ Քնա ջան, ձեր հարցին ընդհանուր առմամբ ես պատասխանեցի, ես ձեզ ասեցի, որ ես այդպես եմ տեսել, ես այդպես եմ այդ իրավիճակը գնահատել։ Իմ հետ այդ միջոցառումներին մասնակցած քննիչները, օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցները դա են տեսել։ Մենք չենք տեսել դիմադրություն, չենք տեսել, այսպես ասած, մեր աշխատանքը խոչընդոտել։ Մենք չենք, եթե մենք տեսնեինք հենց խուզարկության ընթացքում, նույն Գագիկ Ծառուկյանի բնակարանում կամ գեներալի բնակարանում, գեներալի աշխատավայրում, Ծառուկյանի աշխատավայրում, մի թեթև եթե մենք նշան տեսնեինք, որ մեզ փորձում են խոչընդոտեն, եթե մի թեթև նշան տեսնեինք, որ ինչ-որ մի բան փորձում են մեզնից փախցնեն, նկատի ունեմ խուզարկվող տարածքում գտնվող իրեր առարկաներ մեզ հետաքրքրում, մենք ամենակոշտ միջոցներին կգնայինք եւ իրենք էլ են այդ զգացել ու հասկացել։ Դրա համար մենք մեր գործողությունները կատարել ենք այսպես ձևակերպ փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Իրենք հարգել են մեր աշխատանքը, մենք հարգել ենք իրենց անձը։ Պարոն Համբարձման, եւ ազգային անվտանգության ծառայության այդ գործելավոճի հետ կապված դուք ընդհանուր առմամբ գնահատականը տվեցիք, բայց ես ավելի քան վստահ եմ տարիներ շարունակ աշխատելով համակարգում եւ տեսնելով նաեւ շատերի քննադատական գնահատականները համակարգի գործելավոճի մասով, օրինակ ձեր գոլեգաներին, նախկին գոլեգաներին, այսպես ասեմ, ինչ խորհուրդ կտայիք էլի, որ համակարգը ամեն դեպքում ասում են ազգային անվտանգության ծառայության սորի դերը կորցրել է, այսպիսի գործելավոճ։ Ես իմ նախկին գոլեգաներին շատ հարգում եմ, իրենց կատարած աշխատանքը շատ գնահատում եմ, որովհետև ես գիտեմ, թե համակարգը ինչպես է գործում, ես գիտեմ, թե համակարգի աշխատողները ինչքան խնդիրներ ունեն եւ ոնց են այսօր աշխատում։ Պարզապես իմ գործընկերներին կհիշեցնեի իմ կողմից շատ հարգված Գորիկ Հակոբյանի խոսքերը, որ ասվել է անձամբ ինձ, որ չկա իշխանություն բառացի, որի համար արժի այնպիսի խախտումներ անել, այնպիսի խախտումների գնալ, որի համար հետագայում պատասխան եք տալու։